Ողջամիտ լավատեսության տեղ է տալիս թեկուզ այն հանգամանքը, որ 30 տարիների բարդ պատմությունից հետո երկու երկրները կարողացել են համաձայնեցնել երկու հիմնարար փաստաթուղթ, դա իհարկե ուրեմն սահմանազատման եւ սահմանագծման աշխատակարգն է, որ արդեն գիտեք, որ մեր ներքին օրենսդրության մաս է կազմում, որովհետեւ ավերացվեց խորհրդարանի կողմից եւ նույն ընթացակարգը հաշվի առնելով նախագահական երկրի ձևը անցավ Ադրբեջանում եւ մենք ունենք ըստ էության համաձայնեցված տեքստ խաղաղության պայմանագիր 17 հոդվածներից եւ հոդվածներից բոլորը ինչպես ասացի համաձայնեցված է, սա կարևոր առաջընթաց է երկկողմ հարաբերություններում եւ ես կարծում եմ, որ սա արդեն իսկ լավատեսության տեղ կարող է տալ։ Իսկ ինչ վերաբերում է կրկնակապիտուլյացիային, ես խոսել եմ այս մասին, որ 17 հոդվածներից բոլորը վերաբերել են հավասարապես թե Հայաստանին, թե Ադրբեջանին, եւ եթե որևէ մեկը կարող է անել պնդում, որ Հայաստանը ենթարկվում է կապիտուլյացիայի, պետք է հավասարապես նույն պնդումն անի Ադրբեջանի մասին, որովհետեւ երկու երկրները համաձայնում են թե տարածքային ամբողջականության, թե ուժի կիրառման բացառման, թե օրինակ երկուստեք ներքին օրենսդրությանը հղում չանելուն, որպեսզի չկատարվեն պայմանագրի որևէ կետ, չկատարվի կետ, եւ այս առումով ես կարծում եմ, որ այս տեքստը Հայաստանի Հանրապետության սուվերենությունը եւ ինքնիշխանություն տարածքային ամբողջականությունը պաշտպանող տեքստ է եւ չեմ տեսնում որևէ խոչընդոտ կամ խնդիր այն օր առաջ ստորագրելու համար։